լավ, բերեք կարեն ինչ անաբարեն, կաժան։ Երևան հակակոռուպցիոն կոմիտե են ճանապարհում Գյումրու ավականու տեխնացու Մարտուն Գրիգորյանի որդուն Կարեն Գրիգորյանին ու հորը Կամո Գրիգորյանին։ Այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր տեխնացուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բանի չի տանել։ Թող տանեն, տղայիս էլ, հորս էլ, թող տանեն, ձերբակալեն, իրանք ընդեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում։ Նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ կապված խնդիր չլինի, ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ։ 24 ժամով ձերբակալելու որոշում կա, հետո հավանաբար կլինի կալանավորման միջնորդություն, ենթադրում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Գրիգորյանի հայրն ու որդին մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Նրանք մեղադրվում են նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու համար։ Որոշումներից հստակ չի, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերում։ Վառելափայտ, տարազներ, ընտրողների ցուցակներ, ընտրակաշառքների վերաբերյալ փաստերը պտտվում են հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրության մեջ լսվող այս բառերի շուրջ։ Ով է ում առաջարկել, ով է առաջարկն ընդունել։ Ձայնագրության մեջ կուսակցությունների ու տեխնացուների անուններ չեն լսվում։ Փող կֆեռա, բայց սու մասին հեշտ մարդը չիմանա էլի։ Ինչով օգնենք ձեզից, հա։ Մենակ ձայնով եթե կրնակ։ Ես մայլեմ ֆռատի, ես մեր ցուցակում գրել եմ։ Այսօր է Սևիան դի ֆռան։ Ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը, այդ տեսագրությունից ակնհայտ կարող եմ ասել, որ եւ տեսագրությունից, եւ հաղորդագրությունից, որ տարածվել է, Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը այսօր ձերբակալված Գրիգորյանների հետ կապ ունի, չգիտի փաստաբանը։ Ընդդիմադիր տեխնացուները չեն բացառում։ Իշխանությունը գուցե ցանկացել է կապ ստեղծել ու արժանահավատ սցենար բեմադրել, նախ տարածելով ձայնագրությունը, հետո հայտարարելով խուզարկությունների մասին։ Ոչ մի կապ չուներ դա մեր հետ, ասում են ինչ որ վառելափայտ են տվել, շեբեն են փռել, լամպոչկա են փոխել, դա մեր հետ բացարձակ կապ չունի եւ շատ աֆերիստ քայլ են արել, այդ հոդվածը տվել են առաջ եւ դրանից հետո գցում են խուզարկությունը Մայր Հայաստանի գրասենյակում։ Ձերբակալվել ու ազատ է արձակվել Մայր Հայաստան դաշինքի երկու ներկայացուցիչ։ Առավոտյան էին հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը եւ ոստիկանությունը խուզարկություն սկսել Մայր Հայաստան եւ մեր քաղաքը դաշինքների գրասենյակներում, շտաբի պետերի բնակարաններում։ Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը համոզված է, սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով է, սա քաղաքական հետապնդում է եւ նպատակ ունի խոչընդոտել մեր աշխատանքը, վախի մթնոլորտ տարածել, բայց իրենք հակառակ էֆեկտն են ստանալու։ Ես ուղղակի գյումրեցիներին խնդրում եմ եւ կոչ եմ անում, որպեսզի իրենց պատասխանը տան այս թրքաբարով վարքագծին։ Քաղաքացիական պայմանագիրը զգալով իր մոտալուտ վախճանը հենց Գյումրիում անցել է այս ռեպրեսիվ գործողություններին, բայց սա ցույց է տալիս իրենց ընդհանրապես ճղճին վարքագիծը եւ իրենց թուլությունն է ցույց տալիս, իրենք իրենց մատնում են։ Իշխանության ռեպրեսիվ գործելավոճը դատապարտում են Գյումրիում ընտրություններին մասնակցող մյուս ուժերի ներկայացուցիչները։ Եթե մարդիկ կընդունեն օր, մեկին բռնել տալով, ձերբակալելով կամ շինցուկ հրագանցպես գործեր սարքելով, իրանք է պետք է բավարարվին ինչ որ պաշտոնի գալու խաթեր, լավ իմացեք, եթե այսօր չէ եկոս պետք է պատասխան տալ։ Եվս մեկ անգամ մենք դատապարտում ենք նման գործելավոճը, դա սա անթույլատրելի է ու բոլոր գյումրեցիները թող տեսնին ովքեր են քպեն։ Մի քանի ժամանակ առաջ Ղուկասյան Վարդանի նկատմամբ նման գործելավոճ, այսօր Գրիգորյան Մարտունի, Սիմոնյան Կարենի, Մխիթարյան Ռուբենի, սա ինչ է նշանակում, իրանք ենոր սենգել են, ջուրը փրփուրներից են կախնում, դա է սա ձեզ։ Ու այս պարագայում անթույլատրելի է նման գործելավոճը։ Իր մարմնի ջղաձգումները խոսում են նրա մասին, որ այդ մարդը կռուգավոյ ճնշման տակ է, Ալիևը ճնշում է,
Ամերիկան ճնշում է, Ռուսաստանը ճնշում է, երևի Աննան ճնշում է, Գյումրիի ընտրությունները ու ենթադրյալ արդյունքները Գյումրիի ճնշում են, դե այդ մարդը ինչ որ մի ձևով պետք է հոգեկան բավարարվածություն ստանա։ Ընդդիմադիրները գյումրեցիներին կոչ են անում հանկարծ չվախենալ։ Հիշեցնում են նաև ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ընդունակեն ամեն ինչի հանուն իշխանության, ուրեմն պետք է ավելի ամուր լինել ու մարտի 30-ին մասնակցել ընտրություններին։ Լիլիթ Խալաթյան, Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։